Հարգելի հայրենագիտներ, ուրեմն մենք շարունակում ենք մեր աշխատանքը մեր հանրապետության տարբեր վայրերից եւ նորից մշակույթի տներին նվիրված հաղորդաշարն է, սա թվով երրորդն է եւ դա առաջացավ 3 ուրեմն շրջայց հաղորդաշարի մշտական դիտող մեր հայրենագիտների հետ հանդիպման ուրեմն արդյունքով այս հաղորդումը պարզվեց, որ աշխարհի տարբեր վայրերից այս հաղորդաշարը հատկապես շատ են ուրեմն դիտում են մարդիկ, որովհետև ուզում են իրենց հայրենիքը տեսնեն ուրեմն կազմակերպված, հզոր, նաև մշակութային եմ ասում, ինքնին պարզ է, որովհետև գողապետությունը, գողանալը, հատկապես երկու Հայաստանի Հանրապետություն գանձագող, մանկապիղծ եւ հայրենապիղծ նախագաների ուրեմն տարիների աշխատանքի արդյունքի առումով, որտեղ մարդիկ իրենց հասկանալի լեզվով ասեմ, գողապետության պարագլուխների եւ նախագաների, մարդիկ նադայել են եղել իրենց ուրեմն աղքատիկ հայերենով, ուրեմն ստախոսությամբ, ստահոտ եւ անհասկանալի բացատրություններով։ Հիմա մենք շարունակում ենք դրա կոնտեքստում, իհարկե մեր աշխատանքի արդյունքով, տարբեր ուրեմն վայրերից հանրապետության մշակութային օբյեկտների այն վիճակի ներկայացումը, որ վստահ եմ, որ կառավարության անդամներն են դիտում եւ նույն պատասխանատուները, տեղական համայնքային ղեկավարները, որոնք պատասխանատու են ինչպես եղածի համար, տվյալ պարագայում նաեւ չեղածի համար, որովհետեւ դժվար է հասկանալ, թե ինչու 40 տարի հետո անկախության հռչակումից հետո Հայաստանի մշակութային ուրեմն օբյեկտները, մշակույթի տները մնացել են աղքատիկ եւ աղետալի վիճակում, ինչը դուք տեսնում եք Ջերմուկի մշակութային կարծեմ տան պատկերն է, որ երևում է հեռվից ոչնչացված, հոշոտված, բայց եթե ես շեֆերի, ասեմ, ողորմելիների օբյեկտների ճոխությունը տեսնեք, իրենց ուրեմն ռեստորանային ծախսերի հաշիվը տեսնեք, ուղղակի ոչ թե իրենք ուզում են զարմացնեն, չեմ կարծում զարմացնեն, ուղղակի արգահատանք կզգաք նրանց հանդեպ, ովքեր որ այս վիճակն առաջացրել են։ Եվ նաև ցանկություն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ականջանու լինեն եւ կարողանան պետական նախագծով, տեղական նախաձեռնությամբ կամ բարերարների աշխատանքի կամ միջոցների ընդգրկումով շատ արագ հարաբերական իմաստով բնականաբար մշակութային օբյեկտները կամ մշակույթի տները վերականգնեն։ Ուրեմն սա ջերմուկն է, մենք հաղորդում այս անգամ աշխարհում հայտնի, ոչ միայն հայերից հայտնի, ուրեմն ջերմուկ քաղաքից է, դժբախտաբար նաև այն քաղաքից է, որի մատույցներում Վոսոխը, ռուս ուրեմն Վոսոխի թույլտվությամբ եկել եւ նստել է, հավատանք, որ եւ աշխատենք, որ ժամանակին դրանք թուրքերեն ասել, այն սբարը կգրեն եւ կչկանան դրա մատույցներից, բայց հիմա իրողություն կա եւ մենք հաշվի պիտի առնենք։ Հիմա ի՞նչն է հարցը։ Ուրեմն ինչու այսօր երրորդ անգամ այսպես մենք իմ Facebook-յան եւ մեր ընկերների Facebook-յան էջերում կտպագրենք, արդեն հրապարակել ենք նաեւ Ջերմուկի կողքին գտնվող Կեչուտ գյուղի մշակութային տունը աղետալի վիճակի պատկերով, աղետալի վիճակի եւ այսպես բազմաթիվ լուսանկարներ, որ մենք հրապարակում ենք եւ դուք կտեսնեք, թե ինչ վիճակում է մշակութային ուրեմն տների վիճակ, ինչպես որ շատ տեղերից տեսակ։ Հիշեցնեմ, դա այդպես էր ուրեմն Վահան գյուղի մշակութային տան առումով, այդպես էր Անի Պեմզայի եւ այսպես շարունակաբար այսօր հիմա Ջերմուկի տարածքում հատկապես Կեչուտի մշակութային տան բարակայով եւ հիմա այդ մեկն էլ աչքերիդ առաջ է Ջերմուկն իր այդ դիմացինի քանդված աչքերը հանված պատուհաններով տան ուրեմն մասին է խոսքը։ Հիմա ուրեմն տարաբես ես կարծում եմ, որ եւ քրիստոնյա ժողովրդական գուսակցության հաստատ տեսակետն է, որ փոխանցեմ ձեզ, եթե մենք մեր մշակութային կյանքը չենք վերականգնելու մեր հանրապետությունում, ուրեմն հանրապետությունը խժռելու են գողեր, ավազակներ, որոնք սեփականաշնորհել են, ոչ միայն ունեցվածք, այլ նաև պետությունն են գողացել,
մենք գողացված պետության մեջ ենք ապրում եւ շատ վատ է որ մինչեւ հիմա չեն գնդակահարվել այն նախագաները, որոնց կյանքի ընթացքում Հայաստանն աղետի է հայտնվել, դրանց մեջ 3-ն էլ մտնում են մոտավորապես, բայց բոլոր դեպքերում պետք է հաշվի առնենք, որ ինչ որ եղել է եւ հարցը պետք է լուծվի։ Հիմա ես հիշեցնեմ ուրեմն աշխարհի քաղաքական դեմքերից Չերչիլի խոսքը 1940 թվականին, երբ Անգլիան միայն մենակ կռվում էր Հիտլերյան Գերմանիայի դեմ, իսկ սովետական կամ պուտինյան Ռուսաստանը Հիտլերի դաշնակիցն էր, իրական դաշնակիցը, Գերմանիան ֆաշիստական եւ կոմունիստական Ռուսաստանը, երբ դաշնակիցն էին, երբ անգլիացիները որոնում էին միջոցներ, ինչպես պաշտպանում են գերմանական ներխուժումից եւ այլն։ Եվ ասում են, որ կաբինետի նիստի ժամանակ հերթական անգամ ամեն նախարար ուրեմն ձայն է վերցնում եւ բացատրում է իր ոլորտի պաշտպանության հարցերը, ներկայացնում է խնդիրներ եւ այլն։ Եվ երբ որ Չերչիլն ասում է, որ մշակույթին այս չափով գումարներ պետք է տրամադրվեն, պաշտպանության նախարարը ընդվզում է, ասելով, որ ծանրագույն վիճակում, երբ ուրեմն Անգլիան օրհասական պատերազմ է մղում Հիտլերյան Գերմանիայի դեմ, մշակույթին այդքան փողի տրամադրումը անիմաստ է, վտանգավոր է եւ փողել չկա, գումար չկա։ Այդ ժամանակ Չերչիլն այսպիսի բան է ասում, ես ուզում եմ, որ ամեն մի հայ, հատկապես պաշտոնյա, դա լինի համայնքապետ, դա լինի մարզպետ, դա լինի նախարար, չգիտեմ ինչ ուզում է լինի, հատկապես գողացողների միջից, որոնք ավերել են մեր երկիրը, որոնք կույսի նման կանգնում են երկու նախագահների տեսքով, ասում են մենք գող չենք։ Իհարկե դուք գող չեք, դուք գանձագող եք, հայրենագող եք, Հայաստանի աջուրտի կազմակերպիչներն եք, դուք գող չեք կարող լինել։ Գողը սովորական քոսոտ մարդիկ են, ուրեմն դուք իսկապես պետական հանցագործություն կատարած մարդիկ եք, Հայաստանի վիճակը հասունացնելով 30 տարվա ընթացքում եւ հետո մի գողական բառով ձեր պրոբլեմ ուրիշի ջեպը գցելու վարպետ եք, ավելի գող եք, քան կարող եք գողը լինել, նույնիսկ գողական էլ չեք։ Հիմա բայց Չերչիլը հարց է տալիս, պաշտպանության նախարարը ընդվզում է, ասում է ինչ է պատահել, ասում է ախր մենք միջոցներ քիչ ունենք եւ մենք պետք է պատերազմական վիճակում ենք մշակույթին, ինչու ենք այսքան փող հատկացնում։ Չերչիլը խոսք ընդհատում է իր նախարարի եւ ասում է սր, պարոնն է, ասում է մի կբացատրես մեզ, թե եթե դուք Անգլիայի մշակույթը չեք պաշտպանում, դուք ինչն եք պաշտպանելու, կարող է բացատրես։ Հիմա խոսքը փոխանցում եմ ձեզ հայրենակիցներ, հատկապես պետություն ներկայացնող եւ կուսակցություններ, ռևանշիստներ, որոնք ուրեմն ամեն ինչ կաշվից դուրս եկան Ռուսաստանի տակը կայֆով ապրելու համար, որը չի լինելու, հարց եմ տալիս։ Եթե հայ մշակույթը չի լինելու, դուք ինչն եք պաշտպանելու, ինչ է մնացել մեզ բոլորիս։ Հիմա ուրեմն Չերչիլյան խոսքը վերցնենք եւ շարունակենք։ Եվ արդեն պոզիտիվով մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին բոլոր տեղերում մշակութային ուրեմն տները վերականգնենք։ Խոսքը սովետական տարիներից հայտնելի կուլտուրայի տների մասին է խոսքը, սա շատ կոնկրետ է։ Ամեն բնակավար խսեմ տարիների մարդիկ ստեղծել էին մշակութային տներ, որոնք դպրոցների, հա, որոնք ուրեմն տարբեր հիմնարկների ինստիտուտների կողքին զարգացնում են երկրի զարգացումը։ Հիմա առաջարկն է եւ պահանջը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պիտի վերականգնվեն բոլոր այն օբյեկտները կամ տները, որոնք շատ անգամ նաեւ ճարտարապետական ժամանակի կառույցների կնիքն ունեն իրենց վրա որպես պատմություն, որպես փափուկ ուժ, սորտ փավը եւ որպես հպարտություն մեր պետականության համար, դրանք պիտի վերականգնվեն։ Պարզը որ պետությունը միջոցառումների համար պես վիճակում երբ բանակը պիտի վերակառուցվի, հատկապես ջերմուկից դա հասկանում եք ինչ է նշանակում, երբ պիտի համալսարաններ զարգացվեն եւ այլն գումարների խնդիր ունի։ Դրա համար կա լուծման նաեւ մի ձև։ Տեղական համայնքային բյուջեներից, ուրեմն տվյալ, ասենք, բնակավայրերի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներից, նաեւ պետության աջակցությամբ, պետության օժանդակությամբ, ուրեմն պիտի այդ բոլորը վերականգնվեն եւ կարծում եմ, որ ուրեմն խնդիրն ինչ է, ուրեմն պարզ է մի բան, Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում մեծ կամ փոքր,
ուրեմն մեծ քաղաքներում ուրեմն քաղաքային շրջանները իր կառուցվածքի մեջ, իսկ մնացած տեղերում բոլոր բնակավայրերում պիտի վերականգնվեն մշակույթի տները, հասկանում կուլտուրայի տները, այդպես ասեմ, պիոներ պալատները։ Ես հիշեցնեմ հետևյալը, դուք հիշում եք քաղաքացիներ, երևի տարեսները կհիշեն միջին տարիքի եւ այլն։ Երևանն ուներ հրաշալի պիոներ պալատ, որտեղ աշակերտները հավաքվում էին դասերից դուրս, դրանից հետո եւ տարբեր խմբակների աշխատանքների էին մասնակցում, մեկը հրթիռ էր սարքում, մեկը ինքնաթիռ, մեկը մեքենա, մյուսը կարի ու ձևի եւ այսպես շարունակ, որոնք հետո մեր ուրեմն սերունդ կյանք էին մտնում եւ դառնում էին շատերը կոնստրուկտորներ, շատեր եւ այլն։ Հիմա ինչ է, ընդհանրական ասեմ ավելին։ Եթե մենք ուզում ենք մեր երկիրը վերականգնվի, մենք պետք է մեր ազգային ինքնագիտակցությունը վերականգնենք։ Մենք չպետք է զարգացնենք, զարգացնելու խնդիր Ադրբեջանի թրքերն ունեն, որտեղ դա չի եղել։ Ուրեմն մենք պետք է վերականգնենք մեր ազգային ուրեմն ինքնությունը, ազգային մտածողությունը եւ ազգային ինքնագիտակցությունը, իսկ դրանք դպրոցների, բուհերի, թատրոնների եւ այլնի կողքին ունեն իրենց հզոր դաշնակիցը։ Դրանք մշակույթի տներն են։ Եվ այսպես չշարունակեմ, բարձր խնդիրը ամենտեղ նույնն է, քայքայվածություն, ավերակ, աղբանոցներ, այսպես խայտառակություն է, որպես մեր ազգի, մենք որպես հայեր եւ այլն։ Հիմա այստեղ այս հարցերի մեջ էլ նաեւ մի կոչ կա, բոլոր գող ավազակներին, քծողներին, ուրեմն Դեմիրճանի շրջանի ապերորներին ես առաջարկում եմ կամավոր կերպով, որոնք երկրի ծանր վիճակից օգտվելով ժամանակին սեփականաշնորհել են ուրեմն մշակույթի տները, ուրեմն այդ կուլտուրայի տները, այսպես ասած։ Իսկ նաև ԿՊ-ին եմ ուզում դիմել ազգային ժողովի, օրենք ընդունեք, հայտարարեք մշակութային օբյեկտների սեփականաշնորհումը, ազգային դավաճանություն մշակույթի հանդեպ եւ առանց փոխհատուցման պետականացրեք այդ ամբողջը, հանձնեք համայնքներին եւ պահանջեք, որ այդ բոլորն աշխատեն, որովհետեւ մեր սերունդները դուրս գան այն ուրեմն վիճակից, ինչի մեջ հայտնվել են։ Ուզում եք հաղթահարվի նարկոմանիան, դուք գիտեք աղետալի վիճակ է դպրոցներում, ուզում եք մսում մանկապարտեզներից ստանանք լավագույն հայ երիտասարդներ, պատանիներ եւ այլն, եւ այսպես ուզում եք նաեւ երկրի ապագան լինի առողջ, ամուր, որովհետեւ մենք սողանք որևէ թշնամու դիմաց, երբ որ թույլ կնենք ուրիշ վիճակ չի լինելու, որպեսզի հավասար եւ գերակա ուրեմն խոսակցություն ունենան եւ թուրքերի հետ, եւ ռուսների հետ, եւ ադրբեջանցիների եւ հավասար երկխոսություն աշխարհի քաղաքագիր ժողովուրդների հետ, մշակույթը պիտի զարգացվի, իսկ դրա ազդակներից մեկը սիրելիներ, հարգելիներ եւ հաջորդի ոսոխներ, ովքեր մշակույթի տներն ավերել են, դրանք ոսոխներն են, օլիգարխ լինեն, թե ինչ աղբը լինեն, նախկին նախագահ լինեն, թե նախկին նախագահների մանկապիղծ բարեկամներ, այդ բոլորը պիտի վերադարձվի, իսկ եթե որտեղ չկա, դրանք պիտի անպայման ստեղծվեն։ Ուրեմն այս կանը երևի թե ավելի ուշ թե խոսելը մնացածը մի օրինակ բերեմ ու վերջացնեմ, որ նախորդ շաբաթ-կիրակի օրն ասել եմ։ Քեմալական Թուրքիան երբ վերականգնվեց, իսկ Քեմալական Թուրքիայի վերականգնման շրջանը տնտեսական եւ այլ զարգացման իմաստով մոտավորապես նույն վիճակում էր, ինչ որ Հայաստանի Հանրապետությունն էր, հետո սոցիալիստական դարձած Հայաստանն էր։ Մոտավորապես նույնն էին։ Իրենց երկրի վերականգնման համար օգտագործեցին ժողովրդական տներ կոչված ուրեմն են կառույցները, որոնք մեր մշակութային տներն են։ Սա էլ օտարից օրինակ, ասում եք, չէ՞ սովորաբար թշնամուց էլ պիտի սովորեք։ Ես առաջարկում եմ առաջինը ձեզնից սովորեք, երկրորդը սովորեք թշնամուց եւ թշնամուն հաղթեք իրեն հավասար եւ նրանից գերակա ուժ ստեղծելով։ Ուրեմն պայմանավորվում ենք, վերականգնում ենք պետական ծրագրով, մինչեւ այդ նախաձեռնությամբ մշակույթի տները Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում եւ գերակա վիճակ են ապահովում Ադրբեջան եւ այլն նման տիպ չկազմավորված ամորֆ կազմավորումների հետ եւ հավասար երկխոսության մեջ ենք մտնում այնպիսի ժողովուրդների հետ, ինչպիսիք են մեր բարեկամ պարսիկները, ինչպիսին է Եվրոպան, ինչպիսին է եւ այլն, նրանք ովքեր մշակույթ եւ քաղաքակրթություն են ստեղծել։ Ստեսություն ձեզ, հաջողություն եւ գործի ավելորդ խոսելուց եւ այլնից, ուրեմն գործի անցնելու ժամանակն է, մանավանդ։
3 նախագաներն էլ պիտի ունես զրկվեն բոլոր իմաստներով։ Ոչ մի օրենք իրենց թույլ չտվել Հայաստանը կողոպտելու։ Իհարկե իրենց սեփականատերը, որ Կրեմլն է, Պուտինն է, իրենց սեփականատերը իրենց թույլ է տվել, որպես այս վիճակն առաջանա, բայց իրենց տերը մենք ենք, հայ ժողովուրդն է իրենց տերը, սեփականատերը Կրեմլն է։ Թքած սեփականատիրոջ վրա շարժում ենք առաջ, ստեսին ձեզ։